Սուր շնչառական վարակների ակտիվացման ֆոնին Հայաստանում օդից կախված է մնում մեկ հարց. պատվաստվել թե ոչ, որն է տարակացչությունների պատճառը։ Ծնողները պատվաստումից խուսափելու մի քանի հիմնական պատճառ ունեն։ Առաջինը վախն է կողմնակի ազդեցություններից։ Շատ ծնողներ մտահոգվում են, որ պատվաստանյութը կարող է առաջացնել բարդություններ, ալերգիկ ռեակցիաներ կամ նույնիսկ վնասել երեխայի առողջությունը։ Այս վախերը հաճախ սնվում են սոցիալական ցանցերում տարածվող չստուգված տեղեկություններով։ Երկրորդ պատճառը ապա տեղեկատվությունն է։ Ինտերնետում եւ տարբեր հարթակներում տարածվում են տեսանյութեր, թե պատվաստանյութերը կարող են առաջացնել աուտիզմ կամ այլ լուրջ հիվանդություններ։ Սակայն գիտական հետազոտությունները բազմիցս ապացուցել են, որ նման կապ գոյություն չունի, վստահեցնում են մասնագետները։ Չպատվաստվելու երրորդ հիմնական պատճառը անվստահությունն է առողջապահական համակարգի նկատմամբ։ Որոշ ծնողներ չեն վստահում բժիշկներին կամ պետական ծրագրերին եւ կարծում են, որ իրենց երեխայի առողջությունը ավելի լավ կպաշտպանեն, հրաժարվելով պատվաստումներից։ Առողջապահության նախարարն ինքն էլ հավաստիացրեց, պատվաստումները իրենց դրական ազդեցություններն ունեցել են։ 2025 թվականին 0-ից 1 տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշում գրանցել ենք 2011 թվականից, ինչքան որ տեղեկատվական վիճակագրական տվյալները մեզ հասանելի են, 95.1%, որը ամենաբարձր ցուցանիշն է։ Սակայն ինչ վտանգներ կան, երբ մարդ պատվաստված չէ, սա լուրջ ռիսկ է։ Առաջին հերթին մարդը դառնում է խոցելի այն հիվանդությունների նկատմամբ, որոնք կարող են ունենալ ծանր բարդություններ, թոքաբորբ, կրություն, նյարդաբանական խանգարումներ եւ նույնիսկ մահ։ Խոսքը կարմրուկի, կապույտ հազի, պոլիոմիելիտի եւ այլ վտանգավոր հիվանդությունների մասին է։ Բացի այդ, չպատվաստված մարդը կարող է դառնալ վարակների տարածման աղբյուր, վտանգելով նորածիններին, տարեցներին եւ թույլ իմունային համակարգ ունեցողներին։ Պնդում է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարչության պետը։ Նրա խոսքով պատվաստումները հանրային առողջապահության ամենաանվտանգ միջոցառումներից են։ Չպատվաստվելու դեպքում առնվազն հնարավոր է հիվանդանալ այլ հիվանդություններով, որը կառավարելի է պատվաստանյութերով՝ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, փայտացում, պոլիմելիտ։ Մեկը երևի չի հիշում Հայաստանում երբ է գրանցվել պոլիոմելիտի վերջին դեպքը, որը ծանր վարակիչ հիվանդություն է իր հաշմանդամության, մահացության ցուցանիշներով, որովհետև վերջին դեպքը գրանցվել է 95 թվականին եւ 2002 թվականից Հայաստանը համարվում է պոլիոմելիտից ազատ կարգավիճակ ունեցող երկիր։ Բայց արդյունքը ապահովվել է պատվաստումների միջոցով։ Եվ եթե այն պահից, երբ որ չպատվաստվեն, բնակչությունը չպատվաստվի եւ ունենան բնակչության շրջանում մեծաթիվ անկալ օրգանիզմներ, ապա հիվանդությունների հետ վերադարձ կունենան։ Յուրաքանչյուր չպատվաստվող մասնագետի խոսքով վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, քանի որ պատվաստումը պետք է դիտարկել սոցիալական պատասխանատվություն։ Այսպիսով պաշտպանում ենք նաև այն մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող պատվաստվել։ Գրիգորյանի խոսքով միֆերը շատ տարբեր են, մարդիկ կարծում են, ավելի լավ է հիվանդանալ բնական վարակով ու ձեռք բերել իմունիտետ, քան պատվաստվել, բայց դա այդպես չէ, պնդում է Պաշտոնյանն ու հավելում. բնական վարակով վարակվելու դեպքում ունենում ենք հիվանդություն, հիվանդության հետ ուղեկցվող բարդություններ, որոնք կարող են նաև անբարեհաջող ելք ունենալ, ընդհուպ մահվան տանել։ Ինչու ունենալ նման դեպքեր, եւ փորձը ցույց է տալիս, որ վերջին 230 տարվա ընթացքում վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։